Ոնց է։ Լսվելու է, սենց այս միկրոֆոնը դնելու կարիք չկա։ Շոկա, բայց օթորակիչ ասել եմ կտեղադրեն, ընթացքի մեջ է։ Դե քան երբեք ծամունչի կոկորտիս հետ խնդիր ունեմ, հազում եմ, որ չհազամ խոսելիս, դեղադրած, հա, չէ, էլի որ հանգարցակի բան չլինի, հարցեր, խնդրեմ։ Factor TV Արփի Հակոբյան, պարոն Սիմոնյան, դուք այս տարի մարտի 3-ին ասել էիք, որ ցանկանում եք շարունակել զբաղեցնել ազգային ժողովի նախագահի պաշտոնը, սակայն ձեր թիմը չընտրեց ձեզ ազգային ժողովի նախագահի թեկնածու, արդյոք դուք նեղվածություն ունեք այս առումով թիմից եւ արդյոք սրանում դերակատարում է ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ինչպես նաեւ դուք որտեղ եք շարունակելու ձեր գործունեությունը խորհրդարանում, եթե ոչ, ապա Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել եք ձեր հետագա, այսպես ասած, ճակատագիրը, շնորհակալ եմ։ Հարցերը տվեցիր։ Ես ցանկացել եմ շարունակել, որովհետև կարծում եմ, որ իմ 5 տարվա աշխատանքը, լինելով ամենաերկար ազգային ժողովի նախագահ պատմության, միակ ազգային ժողովի նախագահ մինչ այս պահը, ով ամբողջությամբ իր ժամկետը աշխատել է, ես կարծում եմ, որ իմ աշխատանքը պետք է շարունակել, բայց նաև գոյություն ունի վարչություն եւ կուսակցություն եւ ես ձեզ նաեւ այդ հարցազրույցների մեջ պատասխանելիս ասել եմ ոնց կորոշի վարչությունը եւ ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը եւ չեմ շարունակի ազգային ժողովի նախագահի պաշտոնում նեղվածություն որպես այդպեսին չունեմ կարծում եմ որ աշխատանքային process-ը ենթադրում է որ ինչ-որ փոփոխություններ, ես էլ չէ հասկանում, որ 5 տարին երբ որ լրանա, ես նորից պետք է գնամ այդ մանդատը ստանալու։ Ենթադրում եմ, որ ինչ-որ փուլում, ինչ-որ տեղում օգտակար կլինեմ մեր երկրին, կշարունակեմ օգտակար կլինեմ մեր կուսակցությանը։ Ես վարչապետի հետ քննարկել եմ, ինչպես նաև վարչության հետ եմ խոսել, չեմ վերցնի մանդատը եւ չեմ գա ազգային ժողով որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը ուզում եմ մի քիչ նախ եւ առաջ ուզում եմ մի քիչ հանգստանամ ինձ համար անկեղծ շատ աշխատանքային ծանր էր ազգային ժողովը մի մոռացեք որ սա յետ պատերազմյան ազգային ժողով էր սա տարբեր մարտահրավերների եւ ծանր իրավիճակների մեջով անցած ազգային ժողով էր եւ իրոք շատ դժվար էր այն աշխատանքը, որը ես իմ գործընկերների հետ մեկտեղ իրականացրել եմ, եւ իսկականից ուզում եմ մի քիչ հանգստանամ։ Նաեւ անձնական կյանք ունեմ եւ անձնական կյանքս եմ ուզում ինչ որ ձևով արդեն վերջնական կարգավորեմ եւ ուզում եմ ինչ որ ժամանակ դուք էլ ինձ կարոտեք եւ մարդկանց շատ չհոգնեցնեմ։ Ինչ որ բան բաց թողեցի։ Վարչապետի հետ քննարկել եք հետագա հանգստանալուց հետո։ Ոչ, այս պահին որևիցե բան չենք քննարկել, որևիցե բանի հետ կապված ոչ մի պայմանավորվածություն գոյություն չունի, որևիցե հարաբերություն, ես տեսա դուք վարչապետին հարցնում էիք մեր հարաբերությունների մասին, ուզում եմ առիթը օգտագործեմ, ասեմ, խնդրեմ ապագայի հետ էլ կապված։ Ես քաղաքականության մեջ կամ միայն քաղաքացիական պայմանագրի շրջանակում, միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ընդհանրապես քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու տրամաբանության մեջ ես չեմ տեսնում ինձ երբևիցե առանց Նիկոլ Փաշինյանի որևիցե քաղաքական process-ում։ Հանեք այդ հարցը ոչ ինձ, ոչ վարչապետին այդ հարցով չծանրաբեռնեմ։ Այդ կարևոր մասը չլսվեց։ Մեկ, հիմա լսվում է։ Ազատություն ռադիոկայան Ռուզաննա Ստեփանյան, պարոն Սիմոնյան, ձեր համար ձեր թիմակիցների որոշումը անակնկալ էր, թե ոչ, եւ դուք ստացել եք բացատրություն ձեր թիմակիցներից, նաեւ վարչապետից, թե ինչու այդուհանդերձ որոշում կայացվեց փոխել ազգային ժողովի նախագահին եւ
դուք ասացիք նեղվածություն չունեք, բայց մանդատը չվերցնելը արդյոք նաև այդ նեղվածության դրսևորումներից մեկը չէ։ Չէ, այդ նեղվածության դրսևորումներից մեկը չէ, ես ունեմ անցած ճանապարհ, քաղաքական ճանապարհ, ես ավականիել եմ եղել, պատգամավորել եմ եղել եւ շատ բարձր եմ գնահատում պատգամավորի ինստիտուտը։ Չեմ համարում, որ դա նեղվածության արտահայտումը, դա իմ որոշումն է, Եվ ինչ վերաբերում է գործընկերներից, ես դա կայքի չեմ խոսում։ Դրոք չունեմ, շահով։ Միկրոֆոնները տանենք այնտեղ։ Մենք մեղավոր չենք, մեղավոր։ Ինչի՞ է գնում գալիս։ Հա, ոչինչ, ես Ծապտած չէ։ Ինչպես ամեն ինչը Հայաստանում պետք է, համար ես առաջինն եկա այս սրահում հարցազրույցան, որպեսզի բոլոր խոտանները ին վրա շտկվեն։ Поэтому Հիմա մենք ուղիղ եթերում ենք։ Ուղիղ եթերում Կարող եմ սկսել։ Նեղվածություն չկա, անակնկալի մասով արդեն պատասխանեցի, որ իմ համար ակնհայտ է, որ ժամկետը ավարտվել էր եւ պետք է նորից մանդատ ստանա եւ որևիցե բան չեմ տեսնում դրա մեջ։ Ես եղել եմ ավականի, եղել եմ պատգամավոր, եղել եմ փոխխոսնակ, այժմ եղել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ կամ ազգային ժողովի նախագահ դեռ կարծում եմ, որ ավելացնելու բան չունի։ Նկատի ունեմ դուք ստացել եք ձեր համադրող ներառացի պատասխանը, ինչու ձեր թիմը այդպիսի որոշում կայացրեց։ Չեմ կարող ասել, որովհետև նման քննարկում տեղի չի ունեցել ու եթե ես գտնեի, որ կա ինչ-որ պատճառ, ես չէի առաջադրվի, ուստի ես եւ նման խոսակցություն չեմ ունեցել եւ համարում եմ նման խոսակցությունը տեղին չէ։ Տեսեք, վարչության անդամները իրենք բոլորը իրավազոր բարձր պաշտոն ունեցող եւ քաղաքական պատմություն ունեցող քաղաքական կուսակցության ամենաբարձրագույն մարմնի ներկայացուցիչներ են։ Հիմա իրանց որոշումն է, ես եմ շատ որոշումներ եմ կայացրել, ասեք չգիտեմ, ցուցակի մեջ մարդկանց ընդգրկելու չընդգրկելու հետ կապված կողմ եմ եղել ինչ-որ մարդկանց դեմ եմ եղել իրանց հետ նույնպես։ Ասենք հիմա ամեն բանի հետ կապված կարծում եմ ճիշտ չի նման քննարկման մեջ մտնել։ Եվ հասել չեք դիտարկում կուսակցությունից դուրս գալու։ Չէ, ես այդ կուսակցության ստեղծողներից եմ, ես քաղաքական process-ի մաս եմ, քաղաքական process-ի մաս մնալու եմ, ես մնալու եմ իմ ընկերների կողքը, այնքան ժամանակ, որքան որ կկարողանամ ծառայել, այնքան ժամանակ ինչքան իրանց պետք կլինեմ, եթե ինչ-որ տարբերակ, ինչ-որ առաջարկ կլինի, ես այդ առաջարկը կքննարկեմ։ Քանի որ առաջարկից խոսեցիք, Կամ ձեր տաղավար էլի ստացվեց։ Համեցեք, արդյոք ձեզ առաջարկվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոն, որտեղ մամուլը բարբերաբար գրում էր այդ մասին, որ ձեզ առաջարկվել է եւ դեռևս որոշում չեք կայացրել, առհասարակ նման առաջարկ ձեզ արվել է եւ ինչ եք մտածում այդ պաշտոնը զբաղեցնելու մասին, եթե նույնիսկ Դա անհեթեթություն է։ Ես նման բան չեմ մտածում, երբևիցե որևիցե մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել, կոռեկտ չեմ համարում։ Մենք Հայաստանի Հանրապետությունը ունի նախագահ, իդեպ ասեմ, որպես քաղաքացի, իմ ամենասիրված, իմ կողմից ամենահարգված նախագահն է, որին ես շատ սիրում, շատ հարգում եմ եւ նման խոսակցությունը ուղղակի անհեթեթություն են։ Ես որևիցե պաշտոնյայի հետ, իմ ընկերների, իմ գործընկերների հետ երբևիցե նման բան չեմ քննարկել, չեմ լսել եւ չեմ խոսել, այն բան կա, հա, հայտնի արտահայտություն կա եւ մամուլից եմ իմացել, ինչպես նաեւ տեսել եմ փոխվարչապետ, ինչպես նաեւ տեսել եմ այդ նախագահի տարբերակը, չգիտեմ, դեսպանի, ինչ ասես խոսում են։ Ոչ, հարգելի գործընկերներ, որևիցե մեկի հետ նման քննարկում չի եղել եւ նման խոսակցությունը խնդրեմ դադարեցնել, դա կոռեկտ չի ու ճիշտ չի։ Բայց ակտիվ քաղաքականություն Բայց ինչի պետք է չվերադառնամ, ինպես քաղաքական գործիչները շատ են քաղաքական դաշտում, որ ես քաղաքական դաշտը լքեմ, թողնեմ այս այսպես ասած երագլուխ
միավորմանը, որպեսզի շարունակեն Հայաստանի Հանրապետությունը բզկտել, ես քարոզարշավի մեջ եմ եղել եւ ես մեր քաղաքացիներին, իմ գործընկերների հետ եւ վարչապետի հետ միասին բան եմ խոստացել։ Հիմա իմ խրամատը ես 5 տարի ստեղ պահեցի, մեկ այլ տեղ իմ խրամատը կշարունակեմ պահել։ Ինչա փոխվել, բանա, տենց այդ ոչ մի պաշտոն հավերժ չի եւ փառք Աստծո։ Պարոն Սիմոնյան, դուք իշխանության ամբողջ ճիշտ ազգային ժողովի ամբողջ կառավարման ընթացքում Սիրում եմ, որ ամենայով ինձ հետ կապված ինչ-որ հարց եք տալիս, արդեն լավ։ Դուք ամենաշատն եք խոսել այն թեմաներից, որոնք իշխանության շատ ներկայացուցիչներ չէին ուզում առաջինը լինել եւ այդ հարվածները իրենց վրա վերցնել։ Այս ընթացքում դուք պարբերաբար ձեր անսահման ամենայով ասեմ հավատարմությունն եք հայտնել Նիկոլ Փաշինյանից։ Ուրեմն ի՞նչն է պատճառը, որ այդ հավատարմությունը չգնահատվեց, ձեզ ինչը չներեց Նիկոլ Փաշինյանը, կամ թիմը ինչ չներեց ձեզ, եւ դուք արդյոք չեք հիմա ափսոսում, երբ որ հետ եք նայում, որ պետք չէ գուցե այդքան շատ ձեր ուսերին վերցնել եւ հարվածները ձեր վրա վերցնել։ Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում, ընդհանրապես կյանքի ընթացքում ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ Եղել է ծանր օրեր, եղել են անձնական ծանր իրավիճակներ, բայց այդ այնա ինչ որ կառուցել է Ալեն Սիմոնյանին եւ ես ստեղ կանգնած չէի ելնի, այս դահլիճը չէի կարողանա բացել եւ դուք ինձ այդ հարցը չէիք տա, եթե ես այդ ճանապարհը չանցնեի, ըստ ես որևիցե բանի համար չեմ ափսոսում։ Ինչ վերաբերում է ինչ չի ներվել, ինչի մասին է խոսքը, ես ձեզ խնդրում եմ, կրկնում եմ, դուրս եկեք, այո, կա այդպես տրամաբանություն, դա դեպքերը պատմության մեջ շատ են, բայց իմ հարաբերությունը, իմ վերաբերմունքը, իմ նվիրվածությունը դա իմ որոշումն է, իմ տեսակն է եւ ես ասել եմ ու նորից եմ կրկնում, իմ քաղաքական գործունեությունը դա Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեության հետ համատեղ գործունեություն է։ Ես չեմ տարանջատում, չեմ տարանջատել ինձ որևիցե դեպքում, ես շարունակելու եմ պաշտպանել իմ թիմին, շարունակելու եմ պաշտպանել այն գաղափարներ, այն սկզբունքները, որ ես ունեմ, մենք ունենք եւ չեմ ուզում, որ դուք պաշտոնի հետ պայմանավորեք, որ դա, չգիտեմ, պատիժ էր, դա պատիժ չէր, ես իմ ծառայությունը կատարեցի, ես լավ կատարեցի իմ ծառայությունը, ես, այսպես ասած, պարզ ճակատով եմ ավարտում ես փուլը եւ կապրենք, կտեսնենք, թե հետագայում ինչ կլինի, չեմ բացառում, որ կարող է ընդհանուր, ասենք, մոտակա, չգիտեմ, ինչ-որ ժամանակահատվածում ընդհանրապես որևիցե քաղաքական պաշտոնով զբաղված չլինեմ, որևիցե բան չեմ բացառում, բայց մի մտցրեք դա ինչ-որ անձնական դաշտ նեղացվածությունը, հա, տեսակ վարչության նիստին չգնաց, անձնական առիթ ունեի, վարչության նիստին չէի գնացել, 5 լրագրող զանգել, ասում այդ վարչության նիստին, որ չեք գնացել, ուրեմն Ալեն Սիմոնյանը բան թեթև էր հագնված, ուրեմն լուրջ չի վերաբերում, հասկանում եմ, որ տենց բանի վրա է կառուցված նաև լրատվություն կազմելը, ինֆորմացիա ստանելը, բայց ձեզ պարզ դեմքով, ինչպես միշտ ուղիղ, թեկուզ ամենավատ եւ ամենածանր բաները ասել եմ, նետ, չկա տենց բան, եւ ես շարունակել եմ ակտիվ քաղաքական գործիչ լինելը, ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում, կմտածենք, կտեսնենք, թե ոնց կլինի, ինչ կլինի։ Իսկ ինչ արել եմ, չեմ ափսոսում։ Արդեն նվագեցվում է, թե ազգային ժողովի նոր ղեկավարությունը ով է լինելու եւ քրտեն արդեն որոշել է, իհարկե ընտրությունները խոհանալազում, բայց քաղաքական որոշումը կայացված է։ Ինչպես է վերաբերվում նոր կազմին, մասնավորապես ազգային ժողովի նոր խոսնակ Ուբեն Ռուբենյանին, փոխոսնակներին, ձեր վերաբերմունքը եւ արդյոք այս խորհրդարանը եկող խորհրդարանից ինչ որ ձևով կտարբերվի ղեկավարման առումով։ Ես համարում եմ, որ եթե ես դա նաև բարձրաձայն եմ ասել, որ եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ազգային ժողովի նախագահի պաշտոնը, Ռուբեն Ռուբենյանը ամենալավ տեխնացուն էր, որը կարող էր ինձ փոխարինել, եւ ես հաջողություն եմ մաղթում իրեն, համարում եմ նախ ինքը իմ ընկերն է, ես իրան շարունակում եմ համարել իմ ընկերը, թեպետ դուք այդ ինչ-որ էլի գրում էին, խոսում էին, բա հեսա դուք իրար ձեզ մեջ կմրցեք, ինքը իմ ընկերն է, ես շատ ուրախ եմ, որ իր հետ աշխատել եմ, իմ գործընկերն է, ես իրեն հաջողություն եմ մաղթում եմ, որ ինքը լինի երկրորդ ազգային ժողովի նախագահը, որը որ իր ժամկետը միջև վերջ կպաշտոնավարի, նույնը կարող եմ ասել փոխխոսնակների մասով, Հայկ Կոնջարյանի մասով մասնավորապես, որտեղ Հայկ Կոնջարյանը 2021 թվականի ազգային ժողովը ասեցի, որ պատերազմից հետո
ստեղծված ազգային ժողով էր եւ այն ինչ որ Հայկը արեց Կոնջերան, ասենք ես չէի կարող, ես ոչ այդ ուժը, ոչ այդ համբերությունը ես չէի ունենա խմբակցության հետ, որը որ լուրջ քաղաքական գործիչներ էր իր մեջ ծանրակշիռ պատմություն ունեցող մարդկանց էր ինքը բալանսավորված պահեց, իսկ ինչ վերաբերում է Հաջան, դե բայց ես իմ մասին էդ էլ թող իրոշները խոսեմ, ես իմ մասին չեմ խոսի, հա, իմ մասին գնահատականը կարծում հնչում է, ես իմ գործընկերների մասին խոսեմ, ինչ վերաբերում է Վահագին Ալեքսանյան, դե մարդը աճեց, եկավ իրագործնողությամբ եւ ընտրվեց իրեն նույնպես հաջողություն եմ մաղթում, տեսնենք ով արինելու խմբակցության ղեկավարը էս անգամ, որովհետեւ էլի դժվար ազգային ժողով է սպասվում, ես վստահ եմ, որ քաղաքական կրքերը չեն դադարելու, նաև ասեմ, որ ազգային ժողովում հայտնվել են մարդիկ, որոնք որ նախ ամփորձ են քաղաքական առումով, որ ունի իր դրական եւ բացասական կողմերը, ես նկատի ունեմ ընդդիմադիր գործընկերներին, ունի իր դրական կողմը այն առումով, որ հələ ամեն ինչ կորսված չէ եւ կարելի է ինչ-որ քաղաքական գործիչի մեջներից վստահեմ լուրջ քաղաքական գործիչներ կարող է բան գան, միևնույն ժամանակ էլի ագրեսիան, ատելությունը, բացասական էմոցիան, լարվածությունը կարծում եմ ցավոք սրտի չի պակասելու, որովհետև քարոզարշավը դա էր հուշում։ Երեխեք շոկ աղաց դե ինչ կա։ Այդ պատոհանը բացեք, մեկ էլ այն դուռը բաց պահեք։ Որ մանդատը պաստորեն չեք վերցնում, արդյոք պատճառային է, որ կառավարությունը հնարավոր է գնա, փոխվարչապետ լինի, այդպիսի երկարատեսակցություններ կամ մամուլում կամ նախարար, դուք առհասարակ դες որտեղ եք տեսնում, եւ մեկ հարցեր դուք շփոթવાની ժամանակ միշտ ասում եք, որ կլինի ես մեկը պատասխանեմ, հաջորդը բանանեք, էլի որ չկտրվի միտքը, նախ եւ առաջ արդեն ասացի, որ որևիցե բան ես չեմ քննարկել, պաշտոնի հետ կապված, որևիցե տեղ տեղափոխվելու հետ կապված ես չեմ քննարկել իմ երկրի վարչապետը մեր կուսակցության ղեկավար մարմինը կամ վարչապետը կառաջարկի այն ժամանակ կմտածենք, իրար հետ քննարկենք, ճիշտ ծանր թեթև կանենք, կորոշենք, որևիցե նման բան, ասում ես այդ շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, չգիտեմ, նկարներ էին սարքում, ինչ որ պատապաշտոններ են վերագրում, շատ շնորհակալ եմ ձեզ, գլուխ եմ խոնարհում ձեր առջև, բայց որևիցե նման խոսակցություն չկա, եւ ասում եմ, կարող է եւ մոտակա ժամանակահատվածում եւ չլինի։ Ինչ վերաբերում է լսեք, ես կարծում եմ ունիվերսալ մարդ եմ եւ քաղաքական անցած ճանապարհս, փորձս, գիտելիքներս, բացի մի քանի զուտ խորը մասնագիտական ոլորտներից կարող եմ օգտագործել, բայց անկեղծ ասած չեմ ինձ թույլ տվել մտածել դրա մասին, որովհետեւ ասենք չգիտեմ պայմանականորեն, հա, մտածել, որ այսինչ տեղը ես գնամ, բան, ես չգիտեմ, կոռեկտ չեմ համարել, չեմ էլ ուզում մտածել, նորից եմ ասում, հիմա ես այն տրամաբանության մեջ եմ ուզում մի քիչ հանգստանալ, անկեղծ ուզում եմ մի քիչ հանգստանալ։ Պարզվում է, բայց այն դեպքում անհասկանալի է, որ Փաշինյանը չի քննարկել ձեզ հետ։ Ինչ է։ Այսինքն հետաքրքրություն չկա, որպես Չէ, մենք խոսել ենք իրար հետ, չէ, մենք քննարկել ենք եւ որոշել ենք, որ ես իմ խնդրանքով որոշել եմ, որ ես ուզում եմ մի քիչ հանգստանամ, հիմա կկրկնի մի քիչ հանգստանամ, ասում եմ, ես 8 տարի ես առաջնագծին չակերտավոր ավտոմատը ձեռքս կանգնած եմ եղել, կլինի մի քիչ հանգստանամ, մի հատ իմի բերեմ իմ մտքերը, անցած ճանապարհը եւ կորոշենք միասին որևիցե նեղվածություն, որևիցե չհասված բան մեր մեջ գոյություն չունի եւ չի կարա լինի։ Եթե, չգիտեմ, պայմանական վարչապետը ասի, որ գիտես ինչ, հիմա դու մոտակա մի տարին որևիցե բանով մի զբաղվի, ես դա կընդունեմ մի գիտություն, քննարկեմ եւ ամենայն հավանականությամբ տենց էլ կանեմ, որովհետեւ ես չեմ տարանջատում ոչ իրենից, ոչ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, ոչ վարչությունից։ Էտա տրամաբանությունը, խաղի կանոնները եւ սկզբունքները եւ դրանից դուրս գալ նշանակում է դառնալ դրա դեպքերը շատ կա։ Մենք մեր քաղաքական պատմության մեջ շատ տենց դեպքեր ունենք, որ պաշտոնյաները, ես դրա մասին ամբիոնից եմ խոսել, որ ինչ-որ պաշտոնյաներ Նիկոլ Փաշինյանի շողկը տեսնում են, մտածում են իրանք այդ շողքի պես մեծ են։ Ես քաղաքական գործիչ եմ, կայացած քաղաքական գործիչ եմ, ունեմ իմ կշիռը, բայց ես քաղաքական գործիչ եմ Նիկոլ Փաշինյանի իմ թիմի հետ
մի ասի, ես չեմ այս մարդիկ կային, որոնք ասում են քթները բարձացավ, իրանք ասին դե բայց իմ վարկանիշը շատ ավելի բարձր է, բայց ես էս կարամ, տեսակ սենց եղա, դա հիմարություն է քաղաքականության մեջ, դա ոչ պրոֆեսիոնալիզմ է, ես չգիտեմ, հա, ծեր շատ մարդիկ կար, մարդ կար, որը որ օրինակ 2021 թվականին, որին ես փողոցում որ հանդիպեմ իդեպ ասելու եմ, արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանը, որին որ ես օրինակ բացարձակ անհարգալից եմ վերաբերվում, որ ես փողոցում ես իրեն հանդիպեմ, ես իրան իմ կարծիքը ասելու եմ, որ 2021 թվականին ընտրություններից մի շաբաթ առաջ ինքը եւ իր ամբողջ թիմը հրաժարական տվեց եւ ինչ որ ակնկալիքներով բաներով, այդպես մարդկանց օրինակներ բազմաթիվ են մեր քաղաքական պատմության մեջ։ Ես ներողություն, ես սաղկանք իրանց քննադատել եմ, հետո ես պարկեշտություն եւ բան ունեմ, հա, սկզբունքներ ունեմ։ Ես դրանցով որևիցե բանի համար չեմ ասնի։ Մի սարքեք որևիցե պաշտոն ճակատագրական կամ ասենք, չգիտեմ, ինչ-որ որոշից։ Իմ համար տենց չի։ Եվ ճշտապատմիստի ժամանակ դուք պնդում էիք, որ 65% ձայն եք ստանալու այս ընտրություններին, բայց փաստացի դուք այդքան ձայն չեք ստանալու։ Ինչ լավ է այդ հարցը տվեցիք։ 49% ձայն հավաքեց Փաշինյանը եւ իրեն փոշիացված ձայնիչների կարողացան 50%-ը հաղթարել։ Նախ սահմանական կարել ձեզ համար, ինչպես եք մեկնաբանում, հարցուց խոսում այն մասին, որ քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը առաջվա աջակցությունը հանրային չունի։ Դե տով ասես, որ չունի։ Ընդհակառակը ես շնորհակալ եմ այդ հարցի համար, որովհետեւ եղավ նենց, ոնց որ ես ասեցի, Գյումրիում, կարծեմ Ռուզանա դուք եք ձեզ էի հարցազրույց տալ, ես ասացի, որ մենք ավելի շատ ձայն ենք հավաքելու, քան նախորդ ընտրություններում եւ տեսանյութը գոյություն ունի, իսկ 65% հիմա փոշիացվածը, դե գիտեք ինչ, եթե ես ներողություն եմ խնդրում, եթե 2.5 միլիոն մարդ մասնակցեր, կարող է եւ 10% հաշվարկվեր, հա, ես ֆիքսել եմ, որ մենք ավելի շատ ձայն ենք հավաքելու, այն իրավիճակում, որ դուք ասում եք, դուք ապրում եք ձեր իրականության մեջ, դուք աջակից չունեք, հələ դուրս եկեք այդ ընդդիմադիրներին, հələ դուրս եկեք փողոց, փոքրիկ խմբակը, հեսա կգան փոքրիկ խմբակով ստեղ կնստեն, փոքրիկ խմբակով կնստեն ստեղ, աչքերները ճպճպացնելով, քաղաքականությունից բան չհասկանալով, մտածելով, որ հիմա իրանք ավելին կարող են անել, քան այսօրվա ստեղ նստածներին, կտեսնեք փոքրիկ խմբակը։ Ես չեմ համարում, որ 728,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացին դա քիչ է, քան 680,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացին 5 տարի հետո Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո մեր դեմ օգտագործված հսկայական ֆինանսական ռեսուրսներից հետո այն քննչական կոմիտեն դարձել է բան հանրային, չգիտեմ, ինչ-որ հերոստանգերության պես մի բան, այնքան տեսանյութ հասարքում, որ ընտրությունները ավարտվել են, այսինքն դուք մենք խոսում ենք հավասար պայմանների մասին, դուք ասում եք, տեսակ, որ անհավասար պայմանների մեջ դուք ավելի քիչ հավաքեցիք, չէ՞, ես ընդհակառակը։ Այդ դեպքում կանխատեսվում է նաև իշխող թիմի կողմից, որ ընդդիմությունը չի մտնելու խորհրդարան աջակցություն չունի, բայց Լսեք, հենց դուք ձեր նախորդ հարցի մեջ նաև ասացիք, թե ինչով է պայմանավորված, որ տենց ձեր սպասումները չիրականացան, հա, ես մեր համար անակնկալ էր, որ այդ ծավալի կարելի էր փող ծախսել, այդ ծավալի մեր դեմ հարձակում ա եղել։ Պատկերացրեք, դուք դուրս եք գալիս քաղաքական ճակատամարտի եւ տեսնում եք, որ ձեր առաջ ավելի շատ ֆինանս եւ ավելի շատ ռեսուրս ա ծախսվել, քան դուք պատկերացնում եք։ Մենք իրականում 65% մաքուր ձեն կստանանք, եթե դուք մենք նույն բանով վերցնենք, հա, նույն մասնակցությունով վերցնենք, չէ՞ որ ելակետային թիվ չկա, երբ որ դուք ինձ 3 տարի առաջ կամ 2 տարի առաջ հարցնում եք, ես ելնում եմ այն թվից, որը որ մասնակցել է միշտ, հա, բայց 100,000-ներով մարդկանց տարվել է ընտրատեղամաս, մարդիկ, դուք չգիտեմ, լսած կլինեք այդ պատմությունը, դա տեղամասներ կա, մարդիկ տերում ասում, «Յա, դու եկել ես, դու ստեղ ես, գյուղերում տներ կային, որոնք որ փակ են եղել, բայց այդ ընտանիքները ինչ որ ձևով հայտնվել են եւ տարվել են ընտրատեղամաս եւ արվել են, այսինքն մենք խոսում ենք հիմա հավասար պայմաններում, թե չէ, եթե այդ ժամանակ, չգիտեմ, ռմբակոծության տակ լիներ Երևանը, կարող է եւ ավելի քիչ հավաքենք, բայց դա քաղաքական ռմբակոծության տակ իրավիճակ է եղել։ Ամեն դեպքում խոսում է նաև որ քաղաքացիական պայմանների վերջին մասը ոչ թե հարցը, այլ
դիտարկումը, որ քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը բավական մեծ հյուրաներից հենց քարոզարշավի վրա, նույնիսկ $1 միլիոն միայն դրոն շոուների վրա է ծախսել։ Լսեք, մեր բոլոր ծախսերը ցուցադրված են, բաց են, եւ մեր բոլոր ծախսերը տեխնիկական ծախսեր են, թեկուզ ես չգիտեմ դրոն շոուի վրա ինչքան է ծախսվել, հա, բայց մենք փող չենք բաժանել, մեկ, երկրորդը մենք փող ունեցող կուսակցություն ենք, այդ ես եմ օլիգարխ, Նիկոլ Փաշինյանն է օլիգարխ, թե չգիտեմ, Արադ Միրզոյանն է օլիգարխ, ուզում հասկանամ, այդ ինչ փող ենք մենք ծախսել։ Ինչ փող, դրամահավաք են կարել, դրանք բաց են, իմիջիալոց այդ թափանցիկությունը կուսակցությունների մեր կողմից արված, բերված բան է եւ շարունակական բան է, որը շարունակություն է ունենալու։ Դուք տեսել եք հրապարակումներ կան հենց լրատվամիջոցների կողմից, թե Facebook-յան եւ TikTok-յան գովազդներին ինչ գումարներ են ծախսվել ուժեղ Հայաստանի կողմից կամ մյուսների կողմից։ Ու նորից եմ ասում, խոսքը այն մարդկանց մասին է, որ գալիս ասում են դե գանք այսօր քվեարկենք, երեխեքին վերցնենք գնանք, որտեղ 7 ժամը 7-ից հետո այստեղ խառնվելու է իրար։ Դա ինչ եք խոսում։ Ռեսուրս է ծախսվել, ես եմ ուզում անդրադառնալ, քանի բանը չի եղել, ռեսուրս է ծախսվել։ Պարզվում է, դասի ժամանակ երեխեք եկել են միջոցառման են մասնակցել։ Դուք մոռացել այդ ռեսուրսը, դուք մոռացել եք ոնց էին պետական հիմնարկների աշխատողներին քշում եւ ավտոբուսներով բերում եւ բանանում։ Վիդիցիլի երեխեքը, կներեք ռուսերեն բառի համար, եկել են Նիկոլ Փաշինյանից քարտեզ վերցնել, որը արդեն Հայաստանի ամբողջ տարածքով տրենդ էր դարել եւ ասենք բանի մասնակցել։ Թող մեր նկատմամբ, չգիտեմ, բանը քննադատությունը լինի այդ մակարդակով եւ նշեմ այն բոլոր մարդկանց, ովքեր խոսում են ընտրությունների մասին, որ բոլոր դիտորդական կազմակերպությունները, այդ թվում ԱՊՀ, որի մաս է կազմում նաև Ռուսաստանի Դաշնությունը, իրենց զեկույցը հրապարակել են եւ այդ զեկույցում ասում են, որ Հայաստանի Հանրապետության ընտրությունները համապատասխանել են բոլոր չափանիշներին։ Պարոն Սիմոնյան, ես ուզում եմ արդյոք դուք ունեք ձեզ համար եզրահանգում, թե ինչու ձեր ուսակցական թիմում այդպիսի քվեարկության պատկերի արձեր հանդեպ, որովհետև եթե հետ ենք նայում 8 տարի առաջ, 5 տարի առաջ, երբ ազգային ժողովի նախագահ եկել է եւ հիմիկվա տարբերությունը երևում է, հիմա ավելի պրոֆեսիոնալ, ավելի պատրաստ եք այդ պաշտոնին, ես գոնե այդպես եմ մտածում, եւ այդ դեպքում եզրահանգում ունեք, թե ինչու այդպես եղավ, վերլուծությունն է, սա մեկ, երկրորդը, ինչու այս հարցի պատասխանը հաջողվել։ Չէ, չունեմ եզրահանգում, փորձում եմ փնտրել պատճառները իմ մեջ։ Գիտեք ինչ, գուցե անձնական մակարդակի հարաբերությունների խնդիր է եղել, գուցե քաղաքական նպատակահարմարության խնդիր է եղել, կամ գուցե Ռուսաստանի շատ եք քննադատում։ Ես անձնական մակարդակով լավ հարաբերություններ ունեմ վարչության բոլոր անդամների հետ, մեծ մասի հետ գրեթե ամենօրյա շփում եւ կրկնում եմ հակված եմ փնտրել իմ մեջ։ Եթե էլի հետ նայենք, ես ուզում եմ իմանալ, թե արդյոք անձնապես անհատական մակարդակով եւ թիմի մակարդակով ինչպիսի սխալներ ունեք, ինչ կուզենայիք առաջ չլիներ, երկու տարբերակ, թիմի եւ անհատապես դուք։ Կուզենայի ավելի քիչ էմոցիոնալ լինել։ Հիմա արդեն այդպես եք ոնց որ։ Չէ։ Ես էլի էմոցիոնալ եմ ու ես գիտեմ, որ ես դրանից չեմ ձերբազատվելու, գիտակցում եմ, որ դե որ չեմ ձերբազատվելու ու ես սիրում եմ իմ էմոցիոնալ լինելը, հա, միգուցե դա պետք է իմ զենքը սարքեմ ավելի էմոցիոնալ է։ Ես չեմ կարող, դա ձեր անձնական կարծիքն է, ես կարծում եմ, որ ես չէ, որ պետք է պարոն Ռուբինյանի էմոցիոնալության գնահատական տամ։ Իսկ թիմի մակարդակով շատ կարևոր է սխալներին նայել։ Թիմի սխալներին։ Այո։ Լսեք, դե ես կարծում եմ, որ մենք պետքա քայլեր կար ավելի շուտ արածելնեինք։ Օրինակ, այս նույն եռագլուխը պետքա չգար հասներ այս ընտրություններին։ Իրանք չպետք է գային հասնեն, իրանք պետքա քաղաքական բան չստեղծեն։ Դա ոչ միայն մեր մասին է խոսում, մեր համար եմ ասում, հա, մեր երկրի համար եմ ասում կարևորը, որովհետև իրանք չեն թողնում քաղաքական ուժերը այն ձևավորվեն, հա, իրանք կանվերցնում են իրանց շվաքի տակ
իրանց ֆինանսով, իրանց կապերով, իրանց համակարգով կամ ոչնչացնում կամ կլանում են, հա, օրինակ այն ապրելու երկիր կուսակցությունը պայմանական, հա, վերացավ էլ ինչ տենց ապրելու երկիր, կլանեց ոչ քաղաքական մի հատ կուսակցություն, հա, այդ ուժեղ Հայաստանը եւ ուղղակի ոչնչացրեց, ու տենց բաներ շատ գոյություն, շատ կա, էլի։ Մենք ասում ենք, որ այդ երագլուխը պետք է չանցնի, բայց այնտեղ 15 կուսակցություններ բացի դրանից մասնակցում, թողնեն այդ կուսակցությունները կայանան, որոնք որ փող չեն բաժանում, որոնք քաղաքական ասելիք ունեն, որոնք որ մեզ կքննադատեն եւ բանավեճ կլինի, այլ ոչ թե կլինի դավաճան, Ղարաբաղը դու տղա հասկացանք, այդ պլաստինկեն 8 բանը 5 տարի է այդ նույն բանը կրկնում են։ Այդ ապրանքով ճակերտավոր քաղաքական գնացին 2021 թվականին Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ չկարողացան վաճառել այդ քաղաքական խոսույթը, իրանց չքվեարկեցին, մենք հաղթեցինք։ 5 տարի նիստերի դահլիճ չեկան, հիմա նորից գնացին, հա, հազիվ, այսօր որ ասում է Հայաստան դաշինքը կեսա, հազիվ են հատել։ Այն էլ այդ մասնակցության հաշվին, ես որ գործընկերոջ հարցին պատասխանում էի, որ ասում է իրանք չեն անցնելու։ Այդ մասնակցությունը, այդ փող բաժանելը, այդ իրանց համակարգ, այդ մեր ամենամեծ հիասթափությունն է, որ մենք պատկերացնում ենք, որ մենք ավելի շատ ենք ջախջախել փող բաժանելու մեխանիզմը։ Տետրերը, որտեղ որ գրած է ցուցակները, որում կարելի է գնալ այդ խեմանը, այդ է մեր ամենամեծ հիասթափությունը, որովհետև 9% եւ 9 հավաքած 1 ու 2%-ի հաշվին Հայաստան դաշինքը, որը որ ստեղ հայտնվեց, այդ դրա ապացույցն է։ Իրանք պետք է չհայտնվեին ստեղ որևիցե մեկը իրանցից։ Ով ուզում էր, չգիտեմ, ում անունը ուզում եք տվեք, ում անունը, սկսած այն ամենա առաջին տպավորությամբ ոչ adekvat քաղաքական ուժից, հավելավա գան ստեղ մենք բրցնեինք սրանցից։ Եվ մի փոքրիկ հայական հարց, փոքրիկ այսօրվա օրակարգի մասին է խոսքը, արդյոք սխալ չեք համարում, որ այսպիսի սփռվածություն ունեցող հայերի դեպքում աշխարհում դուք ուզում եք պահի տակ այսպիսի օրենք ընդունել, որտեղ մարդու սահմանադրական իրավունքը սահմանափակվում է ընտրելու, իրոք կարող է մի տարի հետո այդ օրենքին լրիվ այլ կերպ նայեք։ Դուք լուրջ եք հարցնում այդ։ Ես ուզում եմ հասկանալ, ես սխալ եմ համարում, որ մենք ժամանակ ենք կորցրել ու շուտ չենք արել դա։ Սահմանադիրը Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, սահմանադիրը։ Մի րոպե, ոնց ժողովուրդը դրսում է, չէ՞, Հայաստանի հայ ժողովրդից 10 միլիոն մարդ ապրում է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Լավ, մի բանավեճ չէ, կդադարեցնեմ։ Ապրում է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Վերցնենք X երկիր, հա, չգիտեմ, այդտեղ չկա որ հայ գոյություն չունի։ Ասենք մեր մոտ 1.5 միլիոն քվեարկությամբ որոշում է կայացվում, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ ուղղությամբ գնա, գոյություն ունի թե չունի։ Այսինքն կարելի է պայմանականորեն ինչ որ երկրում, ինչ որ մարդկանց վրա ազդեցություն գործել եւ մենք ստեղ Հայաստանի Հանրապետությունը պրախատնոյ դվոր, հա, ուզում եմ հասկանալ։ Պրախատնոյ դվոր, հա, որ գան ամառը մարդիկ հանգստանան, հարկ չվճարեն, Հայաստանի Հանրապետության բանակի անվտանգության մասին խոսան, իրանց երեխեքը Հայաստանի Հանրապետությունում չծառայեն, բանա, անչաստեղ հաց չեթան խանութում առնեն, տենան հացի գիտը բարձացել է, թոշակ չստանան, թոշակառուչենեն, բայց շաբաթը մեկ տենց գան ասեն դե լավ, այսօր բան եմ, այսօր տրամադրությունս կամ ինձ ձեռ է տալիս, ես ապրում եմ բանում Անտարկտիդայում, ինձ ձեռ է տալիս թե պինգվինները պետք է ղեկավարեն եւ պինգվիններին ուղարկեն ստե որ Հայաստանի Հանրապետությունը պրախատնոյ դվոր չի։ Պետք է Հայաստանի Հանրապետությունում որոշում կայացնի մարդը, ով որ այս արևի տակ է ապրում, ով որ հարկ է վճարում, ով որ իր երեխան ծառայում է, ով որ իր պարտն է կատարում, ասում են պրախատնոյ դվոր մի սարքեք Հայաստանի Հանրապետությունը։ Սիմիկյան երիտասարդության, չգիտեմ, պարոն Սիմոնյան, առաջիկա հնարավորություն կլինի ձեզ ալգորիթմը, շնորհակալություն եմ ուզում դարձնել սրահի համար, եւ հարցը ինչպես է խորհրդարանական աշխատանքների պատկերացում հաշվի առնելով, որ ընդդիմության մի մասը նոր է քաղաքականության մեջ։ Ես համբերություն եմ ցանկանում իմ գործընկերներին, պարոն Ռուբինյանին, Կոնջերանին, Վահագն Ալեքսանյանին, գուցե չհավատակ, բայց անկեղծ ուրախ եմ այդ սերնդափոխության, այդ ավանդույթը ներդնելու հետ կապված։ Անկեղծ ուրախ եմ, որովհետև տեսեք, մենք միասին արեցինք մի բան, որ ազգային ժողովը իր ցիկլը ավարտեց։ Ազգային ժողովի նախագահան իր պաշտոնը միջև վերջ պաշտոնավարեց։ Ինչի միջև այսօր չէր լինի։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը ստաբիլ երկիր չէր քաղաքական առումով եւ այդ ներքին քաղաքական ստաբիլությունը, հա, շատ կարեւոր էր ապահովել։ Հիմա
այդ սերնդափոխությունն է ապահովում, ինչ որ մի ժամանակ անց պարոն Ռուբինյանին եւ մյուս փոխնախագահներին միգուցե ուրիշ մարդ փոխարինի եւ այդ ցիկլը պետք է շարունակվի։ Ինչ որ մի պահ կգա, երբ որ ինչ որ ընդդիմություն կհաղթի եւ մենք կշնորհավորենք այդ ընդդիմությանը իշխանություն դառնալ։ Այս ցիկլերն է պետք է ապահովել, որպեսզի մենք պետություն ձևավորենք, պետություն ունենանք։ Դժվար է լինելու, շատ դժվար է լինելու։ Դժվար է լինելու չքաղաքական են իրանք։ Խնդիրը դա որ քաղաքական չեն, նաև պարտված են, նաև ջախջախված են, իրանք գալու են ստեղ ենթագիտակցորեն փորձելով ապացուցել, որ իրանք, չգիտեմ, ուժեղ են կամ իրականում չեն պարտվել։ Դե իրանք կներեք այդ բառից համար պետք է ասեմ, ես հեռացող ազգային ժողովի նախագահ մի քիչ ավելի բաց խոսամ, իրանք ճղում էին։ Ինչ ենք ունենալու 10 օր հետո, ասել եմ ինչ են ունենալու, 29 մանդատ են ունենալու, 29 մանդատ են ունենալու, կգան խելոք կնստեն, խելոք գալու են, կամ այդ ներողություն այդ բառից համար այդ կլոունադան, որ դե եկեք մի հատ հավաքվենք, քննարկենք մանդատները վերցնելու ենք, թե չենք վերցնելու, գժի տեղ եք դրել հայ ժողովրդի, հայ ժողովուրդը բնատուր իմաստություն ունի, ում եք ձեր, եկեք քննարկենք, հենց մի հատ հավաքվենք քննարկենք, այդ ձեզ արդարը մանդատի համար պաշտոնա կռիվ, գանստեղ պաշտոն ունենան, մենք դեպուտատ ենք դեմքի արտադրությունով ման գան։ Եվ հաշվի առնելով, որ դուք իսկապես ամենացաններ ժամանակում ստանձնեցիք ազգային ժողովի նախագահի պաշտոնը, հետ պատերազմյան, նաև COVID-ն էր դրա ժամանակակի, ձեր ոչը որն է նախարարի, որը մեկ ամսից առաջին իսկ ունենա։ Կասեմ ավելի ուշ, կլինի, ստեղ չասեմ։ Անելնացու աղետավետության, պարոն Սիմոնյան, քանի որ դուք ձեր խոսքում նշեցիք հեռացող խորհրդարանի նախագահ, վերջին անգամ հեռավորությունն է հապցուղելու, Եվրոպական միությունից միլիոնավոր միլիարդավոր դոլարներ կամ եվրոներ գալիս են Հայաստան դիմակայունությունը բարձրացնելու Հայաստանի։ Ինչպես ըստ ձեր կարծիքի Հայաստանը կարձագանքի այն հնարավորությանը, որ Եվրոպական միությունը, որ դիմակայում է մյուս երկրներին, որոնք Հայաստանի դեմ են ճակատավորացված ինչ-որ գործողություններ ուղղում, այդ երկրներից միլիոնավոր դոլարներ խոսեն Հայաստանը ըստ ձեզ ընդունի։ Ես անկեղծ ասած չհասկացա ձեր հարցը։ Եվրոպական միությունը գումար է վճարում Հայաստանին, տրամադրում, որպեսզի դիմակայունությունը բարձրանա Հայաստանին։ Եթե այն երկրները, որոնց դեմ պայքարում է Եվրամիությունը, Հայաստանին գումար տրամադրեն, նույն դիմակայունություն բարձրացնելու առումով Հայաստանը ինչպես կընդունի դա։ Ես դեմ չեմ, որ օրինակ ոչ Եվրամիության երկրները նույնպես մեր երկրին գումար տրամադրեն մեր դիմակայությունը բարձրացնելու։ Ես կարծում եմ, որ մեր կառավարությունը պետք է այդ գումարը վերցնի։ Եթե օրինակ պայմանականորեն Չինաստանը, Ռուսաստանը կամ որևիցե երրորդ երկիր առաջարկ անի մեր դիմակայությունը բարձրացնել եւ օրինակ մի հատ լավ երկաթուղի կառուցի կամ մի հատ ներդրում անի, մենք պետքա դա վերցնենք, որտեվ բոլոր քննարկումների մեջ ես եւ իմ գործընկերները կարծում եմ շարժվել ենք հետեւյալ տրամաբանության մեջ, որ ինչն է օգուտ Հայաստանի Հանրապետությանը, այդ տրամաբանությամբ պետք է շարժվենք։ Եվ վերջին հարցը, դուք ձեր կառավարման 5 տարիների ընթացքում անընդհատ նշել եք, որ խորհրդարանական ընդդիմությունը հարմար ընդդիմություն է իշխանության համար։ 9-րդ գումարման խորհրդարանում ձևավորվող ընդդիմությունը ինչպիսին է լինելու ըստ ձեզ։ Տեսեք, ես համարում եմ, որ նախ ուզում հասկանամ նույն Հայաստան դաշինքը լեգիտիմ հարց եմ տալիս։ Գնացեք այդ հարցը տվեք։ Ոնց է հիմա Հայաստան դաշինքը գալու եւ օրինակ հանձնաժողովների փոխնախագահների եւ նախագահների պաշտոնների։ Այսինքն ինչ տարբերություն 8-րդ գումարման եւ 9-րդ գումարման մեջ։ Աղվան Վարդանյանը, եթե չեմ սխալվում, ասել է, որ ինքը չի գալու ազգային ժողով, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը էլի հաղթել է, գալու է Աղվան Վարդանյանը։ Իրանք վերցնելու են հանձնաժողովների դոնթի բանաձևով իրանց հասանելի պաշտոնները։ Եթե վերցնելու են, ապա ինչի նախկինում չէին վերցնում, ինչ էր փոխվել, այս անգամ ավելի շատ ձեն ենք ստացել իմիջիայլոց։ Եթե չեն վերցնելու, բա ինչի են գնացել ընկել փողոց մարդկանց, չեն վերցրել։ Վերջի ժամ, բա հետո ինչ եղավ։ Հետո չվերցրեցի։ Հա, այսինքն մի անգամ հա բա հետո հիմա ով է։ Այս 8-րդ գումար հիմա ով է։ Չէ, ոչ։ Ես ինչ թազա նարատիվ եք գցում շուտ, հետո ո՞ց ես տենց բան ասել։ Այսինքն հիմա անդիմությունը տեխնացուա բերեմ ենք։ Ինչ։
Ներողություն, որևէ, այսինքն այս ինչ հեքիաթներ եք պատմում, դուք ձեր հերոստալիքներն եք նայել, ուրեմն ձեզ պաշտոնապես ասում եմ, ընդդիմությունը չի ներկայացնում եւ չի ներկայացրել տեխնացու ոչ փոխնախագահի, ոչ հանձնաժողովների, որևիցե մեկ իրանք չեն ներկայացրել։ Կասեք այդ անունը, որը որ իրանք ներկայացրել են, բանը, օրինակ, այս պայի դրությամբ X հանձնաժողովի նկատմամբ եւ մենք հրաժարվում ենք ընտրել։ Հենց հիմա ասեք 8-րդ գումարում էլ մեկ ամիս աշխատել է։ Այդ ինչ ձևեր է։ Կամ իրանք նիստերի դահլիճ, դուք դռները փակեք, իրանք լավը չեք ասում, իրանք ծեծում եք, իրանք ազգային ժողովի դահլիճ չեն գալիս։ Այսօր տեսա Լևոն Քոչարյանը գրանցվել է, ուրախացա, այն էլ թարսիպես բանը չհերիքեց։ Իմացել է երևի ես ազգային ժողովի նախագահի տեխնացու չեմ, որոշել է գրանցվի խոսա։ Եկավ ես դահլիճում չէի, մեծ խոսած, ասեց Ալիեն Սիմոնյանը այնտեղից ես վերևից իրանք գցեմ, sense բաներ խոսած, դրանից հետո 8 ամիս ընկած իրան էինք նիստերի դահլիճում ման գալիս։ Այսօր առաջ անգամ եկավ գրանցվեց, հա? Ոչ շուտ չեն կարող, իրանք ասում իրանք իրանք բանից վախենում, տեղները փոխում են, գնում են դռան մոտ են նստում, որ շուտ կնոպկեն սխմեն, որի փր իրանք դահլիճում են դուրս են գալիս։ Այդ ինչեր եք խոսում։ Հələ մի հատ ինձ կասեք այդ տեղերը խեն փոխե գնացել դռան մոտ նստել։ Որ sense քիչ ամնում դուրը բացեն sense ձեռը ձգեն sense կնոպկեն սխմեն, որ իրանք իբր եկել են ու փախնեն շենքից։ Այդ ում մասին եկեք խոսում։ Ստեղ ընդդիմություն կա, իրանք աշխատել են եւ աշխատում են կոնկրետ մարդկանց շահեր սպասարկելու համար։ Եկել են Ռոբերտ Քոչարյանը եկել է, ասել է, իրանք էլ են ասել, այդ երիտասարդն էլ է ասելու մասին ես խոսում եմ, որ ես ինձ ստիպել են մտնեմ քաղաքականություն, որովհետեւ իր պապայի հետ կապված քրեական գործեր կա, բա որ չլներ ինքը մտնել, իրանք ասել են, նույնը ասել է Սամվել Կարապետյանը, այդ մարդիկ ստեղ գալու են ձեր շահերը պաշտպանեն, Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերը պաշտպանեն, եթե տես լիներ 5 տարվա ընթացքում մի հատ այդ շահերից դուրս օրենսդրական նախաձեռնություն կանեին, թող դա չքվեարկվեր, թող դա չընդունվեր, դիսկուս կբացեին, իրաց դիսկուսը ինչ ա եղել, եկել ասել են Թուրք Դավաճան հողատու, անցել գնացել է, եկել ասել են այս օրենքը, որ դուք բերել եք այս բանի համար, եւ գնացել են իրենց գործերով կաֆեներում նստել, բամբասել, ստիծնդից փող են վերցրել, որպեսզի քաղաքական գործունեություն իբր շարունակեն։ Ում չենք ճանաչում այս քաղաքական դաշտում վերջին 20 տարվա ընթացքում։ Հիմա էլ ընկել են նույն այն ընդդիմության 20-25 տարվա ցիկլ կար է, ասենց անդադ նույնքրուգով ֆռում են, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, այդ ցիկլի մեջ է գալու են, խղճում եմ ես իրաց։ Սիրինետ Գեորգ Թոսմյան, պարոն Սիմոնյան, ես ընտրական իրավունքը համապատասխանատվորի ընտրական նախաձեռնության մասին եմ ուզում ձեզնից հետաքրքրել, նախ մի ճշտող հարց, արդյոք որոշեցիք 2 տարի եւ 1 տարի ոչ չի մասնակցել, թե 1 տարի եւ կեսը, որովհետեւ կառավարությունը առաջարկում է 2 տարվա սահմանափակում մտցնել։ Մոսես, բացեք։ Հա, ու երկրորդը փաստացի դուք թե Արի կլինի ձեզ առաջին հարցին պատասխանեմ, հետո երկրորդին, հա, որ միտքը չկտրվել։ Ես տեղյակ չեմ, թե վերջնական ինչ որոշում կկայացվի, եթե չեմ սխալվում 160 օրվա մասին էր խոսքը գնում նախնական տարբերակով 6 ամսվա ընթացքում, հա։ Հիմա քննարկումը գնում, ես չեմ բացառում, որ կարող է առաջինից երկրորդ ընթերցում ինչ-որ փոփոխություններ լինի, առաջարկներ լինի, ուստի բան, բայց համարում եմ, որ ճիշտ քայլ է եւ պետք է շուտ անել, որովհետեւ ժողովուրդ նորից եմ ասում, կարան ուրիշ երկրից, ամենաթշնամաբար երկրից, որտեղ որ մենք մեծ համայնք ունենք, իսկ մենք մեծ համայնքներ ունենք ամենուրեք, կոռեկտ չէ պայմանական երկրի անուն տամ, հա, մարդ ուղարկեն ստեղ եւ մեր երկրում, օրինակ, հանրաքվեի ժամանակ բան փոխել, մեր մոտ 300,000 ձայնով կարելի է հանրաքվե նշանակել, դուք հասկանում եք, մենք 700,000-անոց, 1 միլիոնանոց սփյուռքեր ունենք։ 300,000 դժվար է ազգային ժողովի վերջով որոշի։ Հա, բայց այնուամենայնիվ նախաձեռնությունն է, դա արդեն քաղաքական իրողություն է։ Բայց այդ մարդիկ փաստացի Հայաստանի քաղաքացի են, ունեն քաղաքացիություն, ունեն դրական իրավունք, իմ հացը հենց դե։ Տեսեք, դուք ասում եք, որ սահմանագիրը ժողովուրդն է։ Ու այս իրավունքով, այս փոփոխությամբ երկու խնդիր կա։ Առաջինը, որ
մենք ունենք արտագնա աշխատող քաղաքացիներ, որոնց ընտանիքները այստեղ են, որոնք տարվա մեծ մասը այստեղ չեն, բայց իրենց գործունեությունը այստեղ է, եւ նրանք իրավունք ունեն իրենց ընտանիքների մասով ճակատագիրը որոշել ընտրության ձևով, սա առաջինը։ Երկրորդը, ձեզ նաեւ խաղ հասարակությունն է քննադատում արտոնատես դիտորդական կազմակերպություն նշել է, որ սա սահմանության նախատեսված իրավունք է, դուք օրենքով փոխում եք սահմանության նախատեսված իրավունքը, ինչ ասեք այս մասին։ Այն մարդիկ, ովքեր որ ուզում են որոշում կայացնել Հայաստանի Հանրապետությունում, առնվազն ինչ-որ ժամանակահատված պետք է ապրեն ստեղ։ Եվ մենք իրավասու ենք որոշել, թե ինչքան ժամանակ պետք է մարդը ապրի ստեղ, որ ստեղ որոշում կայացնի։ Մենք ունենք դրույթ, որը որ սահմանափակում է մարդուն առաջադրվել որևիցե պաշտոնի, եթե ինքը վերջին ժամանակահատվածում չի ապրել Հայաստանի Հանրապետությունում։ Դա վերաբերում է օրինակ падգամավորին, բարձր այլ պաշտոններին, եւ սա նույն տրամաբանության մեջ եմ ես առաջարկում դիտարկել, որովհետեւ իրանք նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի են եւ արտագնա աշխատանքի կարող են գնալ եւ իրանք ընտանիքները ստեղ ապրել, բայց ներողություն եմ խնդրում, մենք չենք կարող գալ, եթե վերջին 4 տարվա ընթացքում կամ 5 տարվա ընթացքում ստեղ չեն բնակվել, չեն կարող գալ դառնալ ազգային ժողովի падգամավոր եւ սա պետք է դիտարկել այդ տրամաբանության մեջ, որովհետեւ տեսեք Հայաստանի հայ ժողովրդի դեպքը, նախադեպը 1-2 ժողովուրդ ունի, հա, որ տենց ավելի մեծ սփյուռք ունի, քան իր երկրում բնակվող բնակչություն։ Եվ ես կարծում եմ, որ քաղ հասարակությունը, եթե նման մտահոգություն ունի, դա քննարկման եւ մեկը մյուսի փաստարկ լսելու մեջ պետք է դիտարկվի, որտեղ ես էլ եմ փաստարկ բերում, բայց տենց ասելով չի։ Ես էլ ասում եմ, որ խնդրեմ է ժողովուրդ։ Պրոբլեմը մենք կարող է ինչ-որ շատ կարևոր որոշում ունենանք կայացնելու եւ ասեմ X երկրի բնակչությանը, ասեն դուք ստեղ էլ բիզնես չեք ունենա կամ ձեր բիզնես կամ ձեզ կարտաքսենք, դուք պետք է գնաք եւ քվեարկեք այոյի կամ ոչի օգուտ, ինչ մեր երկիրը մատաղ անենք X երկրում բնակվող 2 միլիոն կամ 1 միլիոն մարդու, հա, մենք էլ ընկնենք փողոցներով, ասենք ժողովուրդ, հեսա դրսից գալու են քվեարկեն, գնացեք քվեարկության, որովհետև ընդեղից 200,000 կամ 300,000 մարդ բերելու են, որտեղ նրանց վատ իրավիճակի մեջ են դնում, նրանք ստիպված գալու են քվեարկել։ Բայց այս վիճակից ո՞նց ենք դուրս գալու ուզում ես։ Որտեղ այդ ընտրության հարկ Հայաստանի Հանրապետության ժողովրդին, հարկ 728,000 ժողովրդին, շնորհակալություն վարչապետ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագրի թիմին, որ ընկան գյուղ մարդ առ մարդ բացատրեցինք, խնդրեցինք, ապացուցեցինք, որ նման վտանգ կա, որ վտանգը կար։ Դուք բացառում եք, ասում եմ, նո, բացառում եք այդ վտանգը։ Դուք հասկանում եք, մենք ինչ կարայինք դառնայինք։ Մենք, ոնց ասեմ, եւս մեկ անգամ մեր անկախությունն ենք ձեռք բերել։ Շնորհակալություն։ Աշխեն ոնց է։ Նա Իրիկացան երկու պարոն Սիմոնյան, քանի որ որպես ազգային ժողովի նախագահ սա ձեր վերջին ճեպազգույցն է, կարծում եմ հրաժեշտ ճեպազգույցն է, երկու հարցն է, մեկը մի քիչ էմոցիոնալ, ձեր բնորոշ, մեկը այլ։ Առաջինը ինչ ամենաշատը կկարոտեք խորհրդարանում, եւ երկրորդ հարցը բացառում եք արդյոք քաղաքական այնպիսի իրավիճակ, որ այս խորհրդարանը եւ այս իշխանությունները պաշտոնավարեն 1 տարի եւ կրկին ընտրություններ ունեն։ Դե լավ, Մանավանդ որ սահմանադրական դատարանը դեռ որոշում։ Լսեք, դե այդ խոսակցությունը ես հիշում եմ, որ 2021 թվականին ընտրվել էինք, ասում են դե 6 ամիս, երբ որ Սերժ Սարգսյանին հեռացրել էինք, 6 ամիս հետո հետ են գալի, այդ խոսակցությունը ասում են, ցիկլի խոսակցությունն է։ Ոչ մեկ չգիտի ինչ կլինի, բայց ես բացառում եմ Հայաստանի Հանրապետությունը ստաբիլ երկիր է, Հայաստանի Հանրապետության իշխող ուժը ուժեղ կուր կառույց է, Հայաստանի Հանրապետության իշխող ուժը ստացել է վստահության քվե։ Հա, չէ, մենք հիմա էլ չունենք սահմանադրական մեծամասնություն, հետո ինչ։ Այդ ինչ է, սահմանադրական մեծամասնությունը արդարացում են սարքել, իսկ ով ասաց, որ մենք այդ սահմանադրական մեծամասնություններ, որ պետքա պահեր, որ այս ազգային ժողովը մի տարի աշխատեր կամ 2 տարի աշխատեր, այդ իրանց արդարացումը, այն բանն էր, հա, որ գիշերը ժամը 4-ին մեռած տարբեր ընտրատեղամասերից են, որ քունները գլխներից մտածում ենք, երբ այս ամեն ինչը շատ ավարտել է թանքնենք, տեսակ դեմքները չէին ժպտում, այ քեզ բան, մնում էր սենց դեմքերով գիշերվա 4-ին կանգնեին։ Հիմա իրանց դեմքները ընդհանրապես տեսնում եք, չէ, ընդհանրապես չեմ ասում դեմքները տեսնում եք, ես տեսա, որ
Սամվել Կարապետյանի մոտ գնացել էին ճակերտավոր արեստավար խմբագիրները, ճակերտավոր դունդեղ էր, քեզ չեմ ասում, այդ ճակերտավոր, որոնք որ ավելի են դիմադիր գնացել ասում էին, բա ինչ ենք անելու, բա ես ինչ եղավ, բա դու մեզ բաներ խոստվել դեմքներից չասեմ ինչ էր երևում, ասենք տեսա, այդ ինչ քաղաքական չափորոշիչ, միավոր է, որ հիմա մենք դրանով բան ենք անում, չափում։ Ինչն եմ կարոտելու, ամեն ինչն է կարոտելու եմ սրճարանը, մեր հետ, ձեր հետ ճեպազրույցները, դաժան եւ հետաքրքիր, որոնք որ շատ դիտելիություն էին ապահովում, որը որ կարծում եմ, ես հաճույքով ձեր հետ կհանդիպեմ, խոստանում եմ, ես խոստանում եմ ակտիվ լինել եւ քաղաքական դաշտից չկորել։ Որպես դրական աշխատանքը մուտք կարոտեք։ Մի հատ էլ բան ասեմ, նախ մեր падգամավորներին կկարոտեմ, որովհետև ամեն մեկի հետ պատմություն ունեմ, ամեն մեկի հետ մի ինչ-որ իրավիճակ ունեմ։ Իդեպ ասեմ, որ ես ամենաշատ օրենսդրական նախաձեռնությունով հանդես եկած նաև ազգային ժողովի նախագահը։ Սենց ասեմ, ես ձեր հետ համաձայն եմ։ Ես ձեր հետ համաձայն եմ։ Ասում են, երբ որ դուք արդեն ազգային ժողովի նախագահ չեք լինի, թիկնապահներ չեք ունենա, շատ բարդ կլինի ձեզ փողոցում դուրս գալ առանց թիկնապահների։ Փողոցում կտեսնենք ձեզ առանց թիկնապահի եւ արդեն դուք վախեր չունեք այն առումով, որ ձեզ այլևս որևէ մեկը չի պաշտպանի անվտանգության աշխատանքից։ Այս 5 տարի, երբ որ ասենք մեծ բաներ էին խոսում, ես Հայաստանի Հանրապետությունից դուրս շրջագայել եմ առանց թիկնապահների։ Ես եղել եմ տարբեր հայկական համայնքներում, ամենակտրուկ տրամադրված համայնքներում եւ երբևիցե դրա մասին չեմ մտածել։ Այդ թիկնապահները դա ինստիտուտ է։ Հայաստանի Հանրապետությունում սպանվել է ազգային ժողովի նախագահ։ Ծեծվել է միջև այն պահը, որ մտածել են, որ մահացել է մեկ այլ ազգային ժողովի նախագահ։ Եվս մի ազգային ժողովի նախագահ, որովհետեւ մի պաշտոնյայի վրա այդքան հարձակում չի եղել, սպառնալիք չի եղել, քան ազգային ժողովի նախագահների հանդեպ։ Եվ այդ մարդիկ, ովքեր որ խոսում են իմ թիկնապահների մասին, իրանց են իրականում արդարացնում, որովհետեւ դա ձեռս պահեք ու թողեք որ խփեն, այդ ինչ է, ուզում եմ հասկանամ, իրանք ինչ էին ուզում անեին, որ իմ թիկնապահները իրանց պահեցին։ Ես երևանցի եմ, ես ապրել եմ Հայաստանի Հանրապետությունում, որևիցե խնդիր չունեմ, բայց գոյություն ունի օրենք, որը որ նախկին ազգային ժողովի նախագահներին եւ նախագահներին տալիս է անվտանգություն։ Ես ենթադրում եմ, որ այդ ծավալով չի լինի, որը որ հիմա կա ու որը իրականում լավ է։ Ես ես ասեմ, ամենասկզբից նաև ոստիկանության աշխատակից էր ինձ կցված։ Ես հրաժարվել եմ դրանից։ Ես հիմա ասեմ, ընթացքում, պաշտոնավարման ընթացքում ես մի քանի անգամ դիմել եմ, որպեսզի իմ հետ եղած մարդկանց քանակը կրճատվի, որովհետև ինձ կոմֆորտ չի, առնվազն կոմֆորտ չի։ Նենց չի, որ ուզենան ինչ-որ պրովոկացիա անեն, այն արեցին, էլի փողոցում մոտեցան, վիրավորեցին, ինչ չի եղել, ինչ չեն արել իմ հանդեպ, ուզում եմ հասկանամ։ Կամ այդ մեր թիկնապահների այդ տրամաբանությունը, նույն տրամաբանությունը, որը նախկինում կար, հա, Սերժի Վաչոն, էս ինչի, ով ավ ճանաչում վարչապետի Աշխվանի անվտանգության ղեկավարի անունը գիտեք դուք։ Դե ազգանունն էլ ասա։ Դե բա Ելով գիտի, իմ բանը անվտանգության ղեկավարը, բա ինչի եք սարքել այդ բանը, դա իմ ընտրությունը չի, բա ես տարբեր երկրների ղեկավարների հետ բան եմ բանավիճում, բա ես տարբեր երկրների ղեկավարներին բան եմ ասում, բա ես ստեղ մարդասպանության մեջ եւ միլիարդավոր դոլարների մեջ տապակված մարդկանց ինչ ասես ասում եմ, բա ես պետք է պաշտպանված չլինեմ, ուզում հասկանամ դա այդ ինչ է։ Համասում ես երբ որ ես Ռոբերտ Քոչարյանին, որը որ Պողոս Պողոսյանին ծեծում էին, սպանում էին, մարտի մեկ էր անում, ես առանց թիկնապա փողոցում կանգնում ասում էի, երբ որ ինքն էր իշխանության, բա այդ ո՞նց է ես դա անում, իրանք հիմա չեն կարողանում անել, կամ ես այն վաղ դուխ ունեի, հիմա դարել եմ վախեցող, կամ ես պետք է վախենամ կամ չվախենամ, ես քաղաքական գործի չեմ, օրենքով ինչ նախատեսված է, այն էլ պետք է լինի։ Ռոբերտ Քոչյանը թիկնապահ չունի, Արոյին ճանաչում, շատ լավ տղա է Ջարես Քոչարյանի թիկնապահ, եթե շատ հաճախ շփվել եմ։ Կամ բանամ, Սերժ Սարգսյանը չունի թիկնապահ,
Կներեք, բայց ես այդքան փող չեմ աշխատել, որ իմ հաշվին իմ հետ մի քանի հոգի տենց գցեմ հետս մանտամ, որ տենց բան անեմ, ես դրա կարիքը չունեմ, ես ալենն եմ, ինձ դա բավարար է։ Ես ինձ բայց էլ ասում, բայց ո՞նց է իրանց ասում է, ես չի ասում։ Կամ որ գալիս են այդ Հայաստան Դաշնքի ներկայացուցիչները ինչ որ բաներից են խոսում, այդ նույն թիկնապաներից, բաներից, կամ մեքենա չունեմ, եթե ինչ։ Մեքենա չունեմ։ Չէ, mən ընդհանրապես մեքենա չունեմ, կամ կառնեմ, կամ եթե ինչ որ տեղից լինի, հենց կլինի։ Դե լավ, վերջինն է, ինչ ուզում եք արեք, հարց չկա։ Պարոն Սիմոնյան, հնարավոր է, որ ձեր աժանախորհուրդներից չդառնալը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը ձեր մեջ իրեն մրցակից տեսա։ Գիժ եք, դերպես բարդաբար։ Ես ամենայն արգանքով։ Ուրեմն ես որևիցե հավակնություն չունեմ, չեմ ունեցել, իմ քաղաքական սկզբունքը հետևյալն է։ Ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, կես քայլ հետ, այն պահին, երբ որ իրան պետք լինեմ, ինքը շուռ կգա, ինձ կտեսնի եւ որևիցե միտք, չգիտեմ, տենց նույնիսկ դա իմ համար տենց վախենալու բան է, ու ես իմ պահվածքով, իմ աշխատանքով, իմ զսպվածությամբ մշտապես դա ապացուցել եմ, ել չեմ ասում, որ չեմ կարծում, որ վարչապետի մտքով նույնիսկ ծերով կարա տենց բան ասնի։ Մենք նույն թիմն ենք, նույն մարդն ենք, նույն համակարգն ենք, նույն ընկերներն ենք, չգիտեմ, ես չի կարա տենց բան անել, դա անհետեթություն, դա գժություն։ Շնորհակալություն։ Պարոն Սիմոնյան, բացառապես հանգստանալն է պատճառը, որ չեք ցանկանում լինել խորհրդարանում, որովհետև այդ մարտի 3-ի դեպատժիտի ժամանակ դուք ասում եք, որ թիմը ինչ որոշում է կայացնի, կենթարկվեք նրան։ Բայց թիմը որոշում, բայց թիմը չի որոշել, որ ես գամ նստեմ ստեղ պատգամավոր կամ փոխնախագահ կամ խմբակցության ղեկավար։ Ես ասել եմ, որ ես սենց որոշում ունեմ, իրանք իրանց որոշում ունեն, ես իմ որոշումը ունեմ։ Երբ որ եթե թիմը ինձ ասի, գիտես ինչ, մենք քննարկեցինք եւ որոշեցինք, որ դու պետքա գնաս, չգիտեմ, դեսպան Ուրուգվայում, ես կգնամ դեսպան Ուրուգվայում, բայց մենք տենց խոսակցություն չենք ունեցել։ Ես քննարկել եմ վարչապետի հետ, ասել եմ, հաջա, լսեք, որևիցե նման խոսակցություն մենք չենք ունեցել։ Քննարկվել է, որ հա ես կարողա ունեմ այս պահին մանդատ, ես ասել եմ, չէ, ժողովուրդ, ես մանդատ չեմ վերցնի։ Բայց ասել ինձ գիտեք ինչ, մանդատը մի վերսա գնա, չգիտեմ, արդարադատության թողների իմ ընկեր ինձ Սրբուի Գալյանը, հա, օրինակի համար, արդարադատության նախարար, այդպես խոսակցություն չի եղել։ Եթե թիմը որոշել, որ դուք պետք է լինեք շարքային պատգամավոր, որտեղ ձեր դեպատություններից մեկին Ես գիտեմ ինչ եք ասում։ Ես եթե նման որոշում կայացվեր, ես ամենայն հավանականությամբ կենթարկվեի, բայց ես կարծում եմ, որ չի կարելի որևիցե մեկին ստիպել ինչ-որ մի բան անել, բայց կրկնում եմ, եթե նման որոշում կայացնել, դա կարմիր գիծ է, նշանակում է բան անել, բայց իմ ընկերներն են, չի որ ասենք մենք ինչ-որ բանի մեջ ենք, որ իրանք պետք է ինձ ինչ-որ բան ստիպեն կամ ես իրանց ինչ-որ բան ստիպեմ, ասենք այդ տրամաբանության մեջ է։ Պարոն Սիմոնյան, դուք կարծում եք, որ ազգային ժողովի նախագահ լինելուց հետո պատվաբեր չէ շարքային պատգամավոր լինել։ Չէ, չեմ կարծում տենց։ Պատգամավոր լինելը շատ պատվաբեր պաշտոն է, շատ պատասխանատու պաշտոն է։ Ես եղել եմ պատգամավոր, ես եղել եմ ավագանի, ես եղել եմ փոխնախագահ եւ չէ, դա մարդուց է գալիս։ Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ թե պաշտոնի բերումով, չէ։ Ես Ալեն Սիմոնյանն եմ, որտեղ իմ բնավորությունն է տենց, ես իմ շուրջ բան եմ ստեղծում, ես իմ աշխատանքով դա բան եմ անում։ Հիմա ասենք կան ինչ-որ մարդիկ, որոնք որ գուցե իրանց են, հա, պաշտոնն է իրանց, որ դռան վրա գրում են Ժեկի պետ Պետրոս Պետրոսյան, ու ինքը դա մոտը մտնել չի լինում, ինքը մտածում է, որ վերջ, ինքը աշխարհի բանն է, բայց իմ դեպքում ես կարծում ես եղել եմ Ալեն Սիմոնյանը, նոր եմ դարձել ազգային ժողովի նախագահ եւ ազգային ժողովի նախագահի պաշտոնը չէ, որ ինձ ձեր համար հետաքրքիր է սարքել, չէ։ Ես եմ իմ աշխատանքով, իմ գործունեությամբ սարքել։ Իսկ պաշտոնը չի որ ձեզ զարթարում, Կոստյումն է, որ ինձ զարթարում է։ Շնորհակալություն։